հարցը չի Իսկ ռեալ կառուցած որակյալ բան կա, ես ասենք նայում եմ, չգիտեմ, հաղթանակի կամուրջի այդ սալիկները փոխել էին, այդ ձևի ես երևի կյանքում որ սալիկ չեմ խփել, դրանից լավ կխփեի։ Կամ չգիտեմ, ինչը նայում ես պրոբլեմա, հա, կա մի հատ բան, որ նորմալ է սարքած, այսքան տարվա մեջ։ Տեսեք, Աչափնյակի կայարանը մետրոյի որը քիչ 2022 թվականից իմ հանրային գործունեությունը ծավալել եւ հիմա հրապարակային հայտարարում եմ, որ 2022 թվականից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի ծրագրով չկա որևիցե մեկ հատ ծրագիր բարեկարգում, որը իր նպատակին հասել է, հայտարարված նպատակին, հայտարարված եւ որակյալ, այսինքն հավուր պատշաճի նորմալ աշխատանքներ իրականացնեն եւ հանձնեն Երևանի։ Չկա մեկ հատ ծրագիր, այդ թվում մանկապարտեզներ, չգիտեմ, դպրոց, այգիներ, ցանկացած այգիների օրինակ բերեն, ես ասեմ մտեղի խնդիրները։ Մերգելյան այգին։ Հա, ես ուզում եմ այդ օրինակ։ Մերգելյան այգու կեսը բարեկարգված չի, ընդ քրեական գործ կա հարուցված եւ որ այնքան այնտեղ խնդիր կա, այդքան չթվարկեմ։ Այն մասն է, որ բարեկարգված է, այդտեղ խնդիր կա։ Դա լիքն է խնդիրները, նստարանների առումով, նստարանները բարձր է, մարդիկ չեն կարողանում նստեն, բազմիցս մարդիկ դրա բնակիչները դրանց մասին բարձրաձայնել են, օրինակ մեծ այգիներից խոսանք, հա, չխոսանք ինչ-որ աղբաման, չգիտեմ, նստարաններ տեղադրման հաջող նախագծերի մասին, խոսանք եւ որ sense ասած որ ժառանգ թողեն Երևան քաղաքին, հա, այսինքն մեծ ծրագիր, հա, հնչեղ չկա, այդ թվում Մալացե Սեբաստիան վարչական շրջանի Թաղապետարանի կողքի այգին, հաղթանակի 41-ի այգին ծախողված է 2023 թվականին սկսել բարեկարգման աշխատանքները, մինչ օրս չեն հանձնել եւ քանդված է։ Նույն շինարարը նորնոք վարչական շրջանի էլի Թաղապետարանի հետևի հատվածում վերածննդի այգին է կառուցել, որը պիտի հանձնեն 2024 թվականին, մինչ օրս սենց ասած չեն հանձնել, որովհետեւ անցած տարվա տեղադրված սալիկները, բետոնը արդեն ծմրվանից հետո քանդվել է։ Նույնը ասֆալտների վիճակն է, տարբեր տեղեր ու այս վերջերս շատ ենք հանդիպում նաև ասենց մեքենան ջարդված կանգնած է փոսի պատճառով ու հիմա որ ասես պիտի ասեն դե թող գնա աղենց հանել, դե այդ ասում են աղենց անում, որ այտենց փոսերը անում այդ եւ հետո ով պետք է այդ մարդու նյութական վնասը փոխհատուցի, որովհետեւ ասենց երևում է մեքենան ջարդած կանգնած է։ Եթե նյութական վնասից ենք խոսում, կնես, էլի նույն թեմայով է, էլի, ասենք այն ջրհեղեղները, որ այդ հեղեղատարները չեն մաքրում ու ամեն 10 րոպեանոց անձրևից, չեմ ասում 3 սուտկա անձրև էր գալիս, հա, 10 րոպե անձրև է գալիս, ասենք, չգիտեմ, Մաշտոցի պողոտայում լցվում է խանութները ու նկուղները ու ավտոները այն բանում խեղդվում են, հա։ Այդ բոլոր կորուստների վնասի թեմա ընդհանրապես չի բարձրացվում։ Տեսեք, իրականում որպես այդպիսի լուծում չկա, բայց իրավականորեն կա։ Այսինքն, եթե վնաս է կրում, որվի քաղաքացի, օրինակ ավտոմեքենան փոսի մեջ ջարդվել է, կա հետևյալ լուծումը, ոստիկանությունն է զանգում, բարեկը գալի արձանագրում է եւ դատարանի միջոցով դու փոխհատուցում ստանում ես։ Բայց դա մեկ այլ հարց է, օրինակ 100 կամ 200, 300 հազար դրամի վնաս կրելու համար ով կեթա դատարան ու տարիներով, հա, մի հատ էլ մի այդքան չափը փաստաբանի գումար վճարի ապացուցել դեռ մի հատ չէ, ապացուցել դնենք մի կողմ, այսինքն դա ժամանակի ֆինանսական հավելյալ բեռ է ստեղծվում, մարդիկ ասում են ինչի համար, նույն օրինակը բերեմ ակտերի վերաբերյալ, օրինակ մարդուն մի 10,000 դրամի սխալ ակտ է գալի,
Մարդը ասում ավելով է 10,000 դրամը վճարեմ, կամ թե այդքան Հաստաբան գնեմ, գտնեմ բողոքարկեմ, բան անեմ, իմ օրս կկորցնեմ, մենա ավելավ է 10,000-ը վճարեմ, կամ թե այդ ժամանակս վրա ծախսեմ։ Դե հետո նախ այս դեպքում նաև իրազեկվածությունն էլ չկա, հա, քչերը գիտեն, որ կարող են դիմել դատարան ու հենց մեքենաս ջարդվեց, կարող եմ զանգել Պարեկին, ասել արի արձանագրի եւ այլն։ Այդ իրազեկվածությունն էլ կա, մեկ դատական process-ները անարդյունավետ, երկար եւ գուցե ուղղորդված, հա, անարդյունավետ եւ երկար, այսինքն եթե պետք լիներ մի օրում կկայացնեին, ոնց որ ձեր այդ գործերով որ երկարացնում են եւ հա, այնքան է այդ process-ը շարունակվում, փաստաբան, ծախս եւ այլն, այսինքն դու ծախս ես անում չիմանալով երբ ես այդ քո փոխհատուցումը ստանալու, որ մարդիկ ուղղակի ստիպված համակերպվում են եւ լրացուցիչ ծախս են անում։ Բայց ասֆալտի թեմային վերադառնալով էլի, որպես եւ 90-ականներին Հայաստանում ապրած մարդ, էլի ասֆալտ փռելը միշտ էլ եղել է շահավետ բիզնես, սենց ասենք։ Շատ տարբեր ասֆալտներ եմ տեսել։ Այս ձև եղել է 92, 93, 94 թվերին, երբ որ ամեն ինչներ էս վիճակում։ Մոտ 8 տարիներ։ Հա։ Ինչ հայ է, ինչն է փոխվել օրինակ 3 տարի առաջվանից կամ 4 տարի առաջվանից։ Տեսեք, ուրեմն Երևան քաղաքում ասֆալտապատման աշխատանքների, ասենց ասած, ծախողումը սրացել է 2023 թվականից։ Այսինքն, եթե մենք հետ վերադառնանք 23 թվական, մենք կնկատենք, որ 23 թվականից տարի առ տարի, այսինքն փոսերի ասֆալտի խնդիրը սրանում է։ Այսինքն դրանից առաջ այդ խնդիրը կրիտիկական չի եղել։ Եղել են, բայց ոչ էս ծավալի։ Հիմա արդեն սովորել են, ասում են աղ են ցանում, աղի ցայլում, աղը շատ են ցանում, բայց բնավ աղի արդյունքում նման փոսեր չեն կարող առաջանալ։ Նախ աղը նորմալ չէին էլ ցանել, էս որ ցունը գալիս առնում։ Աղը անկեղծ էլի ինքը ոչ մի ազդեցություն չի կարող թողնի։ Հիմա ասում են աղ են ցանը, շատ լավ։ Պատկերացնենք, դա հենց այդպես է կա, բայց ես տասնյակավոր տեսանյութներ եմ հրապարակում ասֆալտապատման աշխատանքներից, որ ցույց եմ տալի, որ առանց բիտում ասֆալտ են անում, առանց փոշի զրկման, ասֆալտի հաստությունը չի համապատասխանում իրականությանը, 2.5 սանտիմետր։ Այդ ամենը ամառը տաք սեզոնն, այսինքն զմռանը չէ։ Հիմա այդ ժամանակ에 հողաղ չեն լցում, այսինքն աշխատանքները անորակ իրականացնում են։ Բնական է, չէ՞, որ անորակը քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում, ձմեռը կքանդվի։ Ասֆալտը օրինակ նայում եմ, հա, պրոսպեկտի բանի վրա փռում են, մի ամիս չանցած այդ ասֆալտը որտեղ ավտոն անց sense ինչ որ բան փոս անգնում, նույնը նոր խորթուբորտ բաներ ա դառնում։ Ես դառնում։ հիշում եմ, որ մի խաչմերուկ փակել էին օրերով եւ ասֆալտ էին Գայի անում։ պողոտան։ Հա, Գայի պողոտայի մոտ այդ 3-4 մասիվների այդ արանքը։ Ու սենց անընդհատ այդ երթևեկության խնդիրը առանցել նոր-նորքում կա այդ իրենց գծանշումների շնորհիվ ու էլ ավելի էր վատացել վիճակը ու այդ ասֆալտը ավարտելուց մի քանի օր հետո այսպես մեծ փոսեր, խոր մեծ փոսեր այդ ասֆալտի ամենամեծ տեղում։ Ուրեմն քանի որ այս մասիվցի է Գայի պողոտան ամենաանհաջող ասֆալտապատման ծրագրերից մեկն էր, երբ որ իմացա այդտեղ ասֆալտապատման աշխատանքներ էին անում, ես զարմացել եմ, որովհետև դրա կարիքը իրականում չկար, որովհետև այդտեղի ասֆալտի հաստությունը մոտավոր 10 սանտիմետր էր եւ որակյալ ասֆալտ էր, չեմ ասում իդեալական, որակյալ։ Այսինքն Գայի պողոտայի ամբողջ ծավալը կազմում է մոտավոր 50,000 քառակուսի եւ ավելին։ Նորմալ ասֆալտ, անկեղծ եմ ասում, ու հրապարակել եմ, ցույց եմ տվել, որ հարթ, իդեալական ասֆալտ է։ Բերեցին ասֆալտապատեցին, ու քանդվավ սա։ Այսինքն ոչ թե վատ սարքեցին, այլ լավ սարքածը քանդեցին։ Ու հիմա հաստատ ես ամենայն պատասխանատվության կարող եմ ասել, որ հին ասֆալտը ավելի լավն էր, քան թե նոր փռածը։ Ու ես իշքան փորձեցի հետաքրքրվեմ, բարձեմ Գայի պողոտայի հին ասֆալտը երբ են արել, չկարողացա ինձ
միջև 2012-13 թիվ այդքան հետ են գնաց, այսինքն առնվազն այդ թվերից եւ ավելի հետ են հին այդ կարգի հին ասֆալտ էր, հա 10 սանտիմետրանոց ասֆալտը դարել է, 2.5 քանի որ ես էլ եմ մասիվում բնակվում, մի հատ ուրիշ այդպիսի անհեթեթ բան էլ կար, որ հետիոտնային անցումը մաքրել են ու մի 3 մետր են կողմ նորից անցում են գծանշել ու այն հինը այնքան լավ որակով ա եղել, որ չեն կարողացել ամբողջությամբ մաքրել եւ նորն էլ այնքան անորակ ա եղել, որ մի քանի օրից մաքրվել ա ու մարդիկ կանգնած են չեն հասկանում հիմա այդ երկուսից որ մեկով պետք է անցնեն, որն ա գործողը, որը չէ։ Նույն